Շարունակի մի բան։ Հալելույա։ Եկեք երգենք միասին։ Ասա։ Թող կան օրնության անձևներ Հրճակի, թող կան այդ անձևները Տեր, թող կան այդ անձևները Տեր, Թող կան օրնության անձևներ մեր սրտերի մեջ Տեր, դուր անձև Տեր, դուր մեր սրտերի մեջ Տեր, օրհնության անձևներ, Հայաստանի վրա Տեր, հենց այս մարզի վրա Տեր, այս եկեղեցու մեջ, թող կան օրհնության անձևները մեր վրա Տեր, հալելույա Տեր, բարձրացած ձեռքդ միասին, Տեր Հիսուս, շնորհակալ ենք Տեր, մենք գոհանում ենք Տեր, մենք երկրպագելով ենք եկել քո գահի առջև Տեր, Հիսուս, սքանչելի է Տեր, քո երեսի փայլն ես եկեղեցու մեջ Տեր, շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ սա քո տունն է Տեր, ու քո արքայությունը ստեղ ներկա է Տեր, քեզ գոհություն, քեզ պատիվ Տեր, քեզ մեծարանք Տեր, ամենասրտից Տեր, որ դու արժանի ես առնելու Տեր, դու արժանի ես առնելու հիմա, ողջ փառքը, ողջ պատիվը, ողջ ծափահարությունները միայն քեզ Տեր, ընդունիր խնդրում եմ Տեր, վերցրա Տեր ես ամենը Տեր, փառավորվի Տեր, ոնց որ դու կարող ես Տեր, շնորհակալ ենք Տեր Հիսուս, հանձնվում ենք քեզ, Տեր թող քո արյունը պահի մեզ, Սուրբ Հոգի պահի մեզ Տեր, պահի ես վայրը Տեր, ամեն մեկիս վերցրա հիմա Տեր, քո փետուրների տակ ծածկիր մեզ Տեր, թող քո խոսքը փոխի, զորացնի ու լցնի մեզ Տեր, թող քո խոսքը այսօր ամեն պատնեշները այսօր ճաքելով վայր ընկնեն, Հիսուս Քրիստոսի փառավոր ու զորավոր անունով, ամեն, փառք Հիսուսի, այն խոսքը, որ Աստված դրեց իմ սրտի մեջ այս տարի, ես ավետարանը կարդում եմ հունվարի 1, ծննդոց 1, ով է տենց էլ կարդում, ստեղ տենց փառք Հիսուսին, քույրս, փառք Հիսուսին, 3 հոգով տենց են կարդում, այսինքն գնում ենք ծննդոց 1, հունվարի 1, ուտում ենք են բլինչիկները վերջանում ու գալիս ենք, սկսում ենք ավետարանով մի հատ տարվա մեջ գնալ, տենանք որտե կվերջացնենք, սեպտեմբերին, օգոստոսին, չգիտեմ, մեկ դեկտեմբերին, էդի լավ չես կարդացեք, ամեն շատ լավ ես կարդացե, դանդաղ մարսելով ես գնացե, բայց դե նենց ես կարդում, որ գաս նորից ծննդոց 1, ինձ մեկ որ հարցնում են, քանի անգամ ես կարդացել, ասում են դե եղբայր ծննդոց 1-ը հունվարի 1-ով սկսում եմ էլի հաշվի, կարդում եմ էլի 2015 թվից կարդում եմ էլի, հələ չի վերջանում, մեր Հովիվ Սևակը եկել էր մեր մոտ այս վերջի ճամբարին Հոլանդիա, մի հումոր սենց պատմեց, ասում է Քյավառից կին ամուսիններ են լինում, կինը ապաշխարում է, ու սկսում է անդադար կարդալ, սովածի պես կարդում է, խոհանոցում կարդում է, ննջարանում կարդում է, այդ հյուրասենյակում կարդում է, գնում են դուրս հանգստանալու ինչ-որ միտեղ, ասում է մի ծառ էր գտե գնաց է նստե այդ հով ծառին, կարդում, այս ամուսինը գալի կայնում, ասում է, այս գիրքը չի պրծնում, այդ ամուսինը հասկացել էր, որ այդ գիրքը մի տեպտի վերջանա էլի, բայց դե չի վերջանում, ժողովուրդ ինչ ասեմ, այս գիրքի հեղինակը նենց է գրել, որ չվերջանա, գիտես ես կարդում եմ և եկա այս տարի հասել եմ թագավորած գրքին, ճիշտ ասած կարդում ես այդ անունները, ասում եմ Սուրբ Հոգի, ասում եմ ինչի սա պետք է դա, Աբեսա անունը, ասում եմ Հովաբ անունը ինչի սա պետք, դրանք ով են, կհավատաս, որ նոր բացվեց, այս տարի բացվեց, և հեսա ուզում եմ դու գաս ինձ հետ Աստծո խոսքի ներսը մտնենք, ուղղակի հա գիտես կա ներսի գավիթ, ես սիրում եմ Աստծո խոսքը ներսը գնալ, ես չեմ սիրում Աստծո խոսքը սենց ուղղակի կարդամ անուններ տամ, հիշեմ, ասեմ սենց, բայց ես չճանաչեմ թանկագինս, ես կարդամ ուղղակի Հիսուսի մասին, ես չտեսնեմ Հիսուսի պահելաձևը, անցած եփենք տատիկի մոտ աղոթքի շինարարներում, 3-4 օր առաջ, մի տատիկ էր, սենց մտա, դե մեր
ճիշտ ասած իմ պապիկն էլ է, երբ մտնում է գիրք էր կարդում, առավոտից իրիկուն գիրք էր կարդում, այնքան գիրք էր կարդաց, այդ ամբողջ սենյակը գիրք էր, մորքորս մամաս գիտեն։ Ու այս սենց սերունդ կա մեր ազգի մեջ։ Մենք իմիջիալուց իմաստուն ազգ ենք, հա, որ համատում ես ազգերի հետ, մենք իմաստուն մարդիկ ենք։ Սերունդ կա, որ իրանք գրքասեր են, թանկագին մարդիկ, գրքասեր, հասկանում ես, ինքը գրքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնում, քան թորների հետ, էլի։ Ու մտա մի տատիկ էր նստած, իր թորնիկը ու փեսան ինձ ասեցին տատիկ ուզում եմ մկրտվի, ասի արի մտնենք սենյակ տենանք, ինչ է ասում։ Մտա ներս տեսա մի հատ sense բոյով հաղթանդամ տատիկա ու գիրքա բացած դրած, ասի ես տատիկ, ես ուր ես տատիկն, ինչ խոսամ ես ես տատիկին, ասում եմ տատիկ ջան, ասում եմ հավատում եք, ասում եմ Հիսուսին ճանաչում եք, sense վայ տղա ջան, ոնց չէ։ Ասում իսկ Հիսուսի տղամարդ կերպարը դուրդ եկավ, sense վայ ու ակնոցները հանեց մի անգամից sense իջացեց, ասում վայ տղա ջան, ես այնքան եմ կարդացել իր մասին, ես սիրում եմ, ասում եմ իսկ հիմա ինչ ես կարդում, ասեց Ռաֆի։ Ես գիտեմ Աստվածաշունչը բացած դեմը դրած Ռաֆիա կարդում, ասում եմ բա ավետարանը դուրա տատիկ ջան, ասեց ընդ տակն է։ Բացեցի այդ տմբուշկի մեջից հանեցի, ասում եմ տատիկ, հիմա Հովանեսն է գալու կյանքիդ մեջ։ Հիմա սկսի Հովանես այդ Ռաֆու վրա բացեցի Հովանեսի ավետարանը դրեցի, ասում եմ տատիկ ջան, արի հիմիկվանից սկսի Հովանես կարդալ, էլի, արի ավետարանները կարդա։ Տատիկը խոստացել է, որ հետ գնանք մկրտենք իրան ջերով, իրանց հայատի մեջ հենց։ Մեր ազգը գրքասեր է, բայց ես սիրում եմ թանկագինս, ինչքան մենք կճանաչենք Վահան Տերյանին կամ Հովանես Շիրազին, նոր գալուց զրուցում ենք մեր բանաստեղծների մասին, եղբորս աղջկան երեխուն հարցնում եմ դու որ բանաստեղծներին ես ճանաչում, երկու անուն տվեց, ասեց հա ես գիտեմ իրանց մասին, ասում եմ իսկ խորը գիտես կարդացել ես, մինչև այդ կարդալուն մամաս արդեն ասեց մի հատ բանաստեղծություն, ասում չէ մեր երեխեքը հիմա չգիտեն։ Գիտես նույնն էլ Աստվածաշունչը, եթե sense խոսած ասես Դավիթ թագավորը, իսկ է Դավիթ թագավորը ինչ ձև էր։ Խոսած ասես Պետրոս առաքյալը, իսկ այդ Պետրոսի վարքը ինչ ձև էր։ Ավետարանը Հիսուս Քրիստոս ասում է գնացեք քննեցեք երկու նեյով։ Քննեցեք գրքերը։ Աստծուն պիտի փնտրես իր խոսքի մեջ, պիտի գնաս Աստծու խոսքի խորքերը այնքան, ինչքան Սուրբ Հոգին կտանի թանկագինս։ Եվ այս տարի Աստծու խոսքը ինձ կանգնացրել է այս թագավորած գրքի մեջ, հիմա հələ որ sense կանգնած եմ մնացել, Դավիթ թագավորի ամբողջ իր ով գիտի Դավիթին։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ով չգիտի ծանոթացեք, լավ մարդ է։ Ծանոթացեք, ինքը ձեզ լավ կծանոթացնի Աստծո խոսքին, այն խորքային բաներին, հայտնություններ կտա։ Գիտես, կանգնեցի Դավթի պատերազմների մասին ու կանգնեցի Դավթի զորքի մասին, սկսեցի ուսումնասիրել, Աստված ինձ սկսեց ցույց տալ անուններ, մարդիկ, ովքեր շրջապատում էին Դավթին։ Դավթի մասին կարդում ես Սաղմոսները, հալելույա, ինչ ուժեղ Սաղմոսներ ա գրել, զորացնում ա քեզ, չէ՞ կգրես կկպցնես Սառնարանի պատին, կկպցնես, ասես մի տեղ աշկիտ առաջ լինի, ասես ասես զորանամ, այս Սաղմոսը անգիր գիտեմ, լավ ա։ Դավթի հաղթանակների մասին, երբ որ ուսումնասիրում ես ելիս, նկատում ես, որ գիտես Աստված Դավթին թողել էր մի ժամանակ մնացել էր առյուծների, արջերի, դաշտում էր կռվում, միայնակ էր կռվում, ասում է ծառատ, այսինքն մեկ անձով է խոսում, եզակի թվով, ասում է ծառատ, ասում է, այս առյուծի բերանից հանեց, արջին սենց արեց։ Գիտես միայնակ անցնում էր Դավիթը ճանապարհ, բայց եկավ ժամանակ, երբ որ Դավթի կողքը բազմություն ու զորք կար։ Արդեն հավատարիմ մարդիկ էին կանգնած, ինքը թիկնազոր ուներ, միտեղ գրված է Դավիթը պտտվում նայում էր իր թիկնազորի անդամներից մեկի դեմքին առյուծի դեմք էր։ Բա պատկերացնում ես, որ քո կողքը մեկը տեն զորությամբ լցված լինի, քո այն ամենախնդիրների ժամանակ, այն պատերազմական վիճակների ժամանակ հերիք է, որ այդ մարդու արդեն այն զորավոր աղոթքներով դու էլ ձեռը բռնես ու առաջ գնաս։ Փաստորեն Դավթի հաղթանակը թանկագինս ոչ միայն Աստծու հետ մոտիկ էր, Աստծու սրտի հետ մարդ էր ու հաղթեց գնաց, չէ։ Արի գնանք երկրորդ թագավորած Այս խոսքը, որ միասին կլսենք, կոչվում է Հովաբի հաղթանակը եւ ենթատեքստ միաբան մնացեք։ Միաբան մնացեք։ Այս խոսքը, որ պատրաստել եմ թանկագինս, լսել են Գերմանիայում եւ լսում ես հիմա ստեղ Ստեփանավանում,
մի քաղաքում Գերմանիայում Կոբլենց անունով քաղաք կա, որտեղ գեղեցիկ շատ հանրահայտ տեղ է, նայեք, սա սենց երանկյունի է ու երկու գետեր գալիս են հասնում են հենց այս հատվածը, երկու գետեր միանում են իրար։ Կողքից որ նայում ես այդ գետերի, հեսա ցույց կտամ ես։ Այս մեջտեղը անգամ գույներն են տարբեր, իրանք միաբանվում են եւ սենց շարունակվում են։ Շատ գեղեցիկ է եւ շատ հզոր։ Գերմանիայում մի քանի անգամ պատահում է, որ այս գետերը, նայեք ինքս այս տուրիստական տեղ է, մարդիկ նկարում են, շատ հանրահայտ է, էլի, ում տեսնես այդտեղ, ուրեմն գնացել է Deutsche Dreieck կոչվում, այսինքն այդ եռանկյունին ուղղակի։ Բայց երբ որ այս գետերը վարարում են, այդտեղ չես կարող նկարվել, գիտես ինչի, ջուրը ծածկում է միջև այս հատվածը։ Այստեղ արձանը ես միջև այս մարդու մոտ հասել եմ, էլի, հասել եմ վերևից նկարել եմ, բայց երբ որ գետը բարձրանում է, ծածկում է ամբողջությամբ, դա էլ պետք չի նկարվես, դու զգուշ լինես։ Թանկագինս, այս խոսքը Աստված ինձ ուղարկեց հենց այստեղ, որտեղ մեր եկեղեցին ստեղից 3 կիլոմետր է հեռու, հայերը այնտեղ են հավաքվում, հայերը ոչ միայն դուրսը եկեղեցի են բարձրացնում բիզնեսներում, այլ նաև ընտրում են լավ տեղերը։ Իրանք լավ քաղաքներում են հավաքված, իրանք գեղեցիկ տեղերն են սիրում, գրավել Փառք Հիսուսին մեր ազգի համար ճաշակով ազգենք ուղարկի։ Ճաշակ ունեն։ Գնացել ենք հենց Գերմանիայի, որտեղ են եկեղեցի բացել, էլի, ամենահայտնի տեղը։ Դա Աստծո շնորհքն է եւ Աստծո փառքը։ Գիտես, ուզում եմ քեզ ուղակի այս պատկերը ցույց տալ, որ երբ որ երկու գետ միաբանվում են իրար, զորություններ է տեղի ունենում եւ իրանց կանգնացնել չի լինի։ Այդ գետին ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Երբ որ տարվա մեջ այդ օրը իրանք բարձրանում են, այս երկու հոսքը միացած վերջ ծածկվում է ամեն բան։ Երկրորդ Թագավորաց 10-րդ գլուխ 6-րդ խոսք։ Այս ժամանակ ունեմ հուսով, հա։ Այստեղ ոչ մեկ չի շտապում։ Մեր մոտ մեկ-մեկ պետքա սեկունդամերով քարոզես, մարդիկ միանգամից աշխատանքի են, չգիտեմ։ Բայց կփորձեմ ժամանակի հետ գնալ։ Եկեք միասին կարդանք երկրորդ Թագավորաց 10-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Ուրեմն Իսրայելում պատերազմ է, ինչպես միշտ։ Դավիթն էլ թագավորն է, նախագահը Դավիթն է։ Եվ հարձակվել են Դավիթի վրա, երբ ամոնացին ունենք խոսքը, տեսնելու ենք, հա, 6-րդ խոսքից ենք կարդում, միասին եկեք կարդանք։ Երբ ամոնացիները տեսան, որ Դավթի համար ատելի են դարձել, ուղարկեցին եւ վարձեցին Բեթ Ռոբի եւ Զոբայի ասորիներին, ով է հաշվարկից լավ, իմ հետ կարաս հաշվես, 20,000 հետևակ, հաշվի, մի զորքի թիվը, եկեք հաշվենք, 20,000 հետևակ, ինչպես նաեւ 1000 մարդ Մաքայի թագավորից եւ 12,000 մարդ Թոբից, ինչքան եղավ? 33,000 զորք է գալի, 33,000-անոց զորք է գալիս Դավթի վրա։ Իրա պաշտպանության նախարարը զեկուցում է Դավիթ թագավորին։ Երբ Դավիթը լսեց այս մասին, գրածը գլուխը բռնեց, սարսափեց ընկավ գետնին, վախեցավ, տենց բաներ գրած չի։ Գիտեք ինչա գրած։ Գրված է մի անգամից ուղարկեց Հովաբին ամբողջ զորքով։ Հովաբը Դավթի պաշտպանության նախարարն է։ Ամբողջ զորքով Դավիթը իր Հովաբին մի անգամից երիտասարդ, գիտես այս Հովաբը ով է։ Գիտես իր կերպարով է։ Աստծո հոգին ինձ այս անունից միջև հələ թագավորածների սենց վերջի ինձի չէր թողում, ես իմ հայացքը այդ երիտասարդից սենց հետ քաշեի։ Երբ տեսնում էի Հովաբանունը, Սուրբ Հոգին ինձ ասում էր ուշադիրն է իր գործողություններին, հիմա ինքը ինչ է անում, ոնց արեց, ինչ խոսած, ոնց վարվեց։ Թանկագինս, Աստծո խոսքին հետևի Աստծո հոգով, խորը գնա, Աստված քեզ ուղղակի սենց կբացի։ Միտեղ Դավիթն ասում է, ես նենց եմ ուրախանում քո խոսքի հայտնությունները, ոնց որ ոսկի գտած լինեմ։ Պատկերացրեք, սենց գնանք Ստեփանավանի սենց անտառներից մի տեղ քայլենք, սենց ոսկի գտնենք։ Վայ, սաղ վարկերը փակվեց, տունը առար, մեքենան առար, բերեցիր հովին էլ օրտնեցիր, բերեցիր եկեղեցուն էլ օրտնեցիր, ընդ հետևը մի հատ շենք գցեցիր, չէ՞, սենց օրտնվել ես, ոսկի ես գտել։ Ոսկի, Դավիթն ասում է, ես ուրախանում եմ քո խոսքի հայտնությունով նենց, ոնց որ ավար գտած լինեմ։
Այ մարդ, դու թագավոր ես։ Դու թագավոր ես, Դավիթ ջան։ Այդ մերձավոր արևելքում այնքան ուրախանալու բաներ կար։ Նամանավանդ դու հարուստ կայացած, բայց իր ուրախությունը Աստծո խոսքն էր, թանկագիներս։ Գիտեք, Դավիթը մի թագավոր էր, մի զորությամբ լցված Աստծո հոգով, երբ որ ինքը խոսում էր իր պատերազմների վրա, իր աղոթքների վրա, պատահական չի, որ իր կողքի մարդիկ դա լսում էին։ Եվ Հովաբը, իր թիկնազորի հենց պետը, ինքը լավ տեղյակ էր Դավթից, ինքը լավ լսել էր Դավթի խոսքերը, դավանությունները Գողիաթի առաջ, ինքը լավ լսել էր Դավթի վկայությունները, եւ եկեք տեսնենք իր թիկնազորի պետը ոնց է վարվում իր պատերազմների ժամանակ։ Ամոնացիները դուրս եկան եւ մարտական շարժ կազմեցին Դարպասի մոտ, այսինքն մեր հայերեն ասած Պոլնի բայվոյ գատովնես, էլի մեր հին հայերենով մարտական կանգնել են, փակել են Դարպասը, փակել են, մինչդեռ Զոբայի, Ռոբի, Տոբի եւ Մաքայայի ասորիները առանձնացան բաց դաշտում։ Իսրայելը հիմա կհայտնվի որտեղ փակուղում։ Արջևից եւ ետևից 33 հազարանոց զորք։ Կյանքում եղել է, որ մի հատ խնդրից բացի մի հատ էլ լինի խնդրեմ։ Հալելույա։ Եղել է, որ մի, ասենք, զանգից բացի մի զանգ էլ ստանաս։ Եղել է, որ այդ օրվա լիմիտը անցնի, մի երկու հատ էլ նամակ ստանաս, հա, իմ կյանքի մեջ եղել է։ Եղել է, որ սենց մեկ էլ գրեն, հետո էլ մի հատ էլ ծրար ուղարկեն։ Եղել է, որ գնաս մի հատ էլ հիվանդանոց, մի հատ էլ այդտեղ խնդրեմ լինի, հա։ Բարի գալուստ, ավետարան։ Ով գիտեր ավետարանը հանգիստ, պարաշուտը բացած, սենց սավառնելու ես, չէ։ Հիսուսն ասեց աշխարհում խնդիրներ լինելու են, ասեց ուզեք, չուզեք լինելու, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ։ Ես հաղթողի անունը, երբ որ քո ներսն է, այստեղից դուրս է գալու արդեն ինչ։ Հրամաններ, որ ես հաղթել եմ։ Հրամաններ ես արձակելու։ Ես սիրում եմ ասել մի հատ հրամանատարի պես աղոթի, էլի։ Մեկ եկեղեցում լսում եմ աղոթներ իմ կողքը կանգնած։ Որտե՞ս, ով է տեսել հրամանատ։ Ես ծառայել եմ բանակում։ Իմ հրամանատարների հրամաններին ծանոթ եմ, ոնց են հրաման տալի։ Հրամանը կատարել, վերջ։ Հրամանատարի ձայնը արդեն հերիք էր, որ վերջացավ այդ գունդը շարվեր։ Սելիս մենք Աստծո զորքից ենք, մենք Աստծո բանակից ենք։ Ու քո ներսը Հիսուս անունը ինքը արդեն հերիք է։ Հերիք է, անունն է հերիք։ Այդ անունը զորությունով արձակես, թշնամին լավ տեսնում է, լավ տեղյակ է, իրան պեչի երկար, բացատրես, բան անես։ Հիսուս անունը հերիք է։ Ու քո մեջ կա այդ անունը։ Հիսուս անունը դու ընդունել ես, հեսա մենք կտեսնենք, ով որ նրան ընդունեց, գրված է, իշխանություն տրվեց։ Դրա համար դու քո աղոթքների ֆորմատներն ու ձևաչափերը միգուցե փոխես, սկսես հրամանատարի պես ասել, հրամանատարի պես արձակել ու հրամանատարի պես ազատագրես Տիրոջ զորությունը եւ կգա։ Հովաբը տեսավ, որ թշնամու զորքերը դիրքավորված են իր դեմ, թե արջևից, թե ետևից։ Հովաբ, դու ընկել ես թակարդը։ Դու ընկել ես արդեն թակարդը։ Խնդիրները համ արջևից են, համ ետևից են։ Ուստի նա ընտրեց Իսրայելի լավագույն զինվորներին եւ դասավորեց նրանց ասորիների դեմ, իսկ մնացած զորքերը ուշադիր վստահեց իր եղբայր Աբիսային ամոնացիների դեմ դասավորվելու համար։ Այս հрьяաները խելացի են։ Խելացի մարդիկ են։ Իրանք մարտավարություն ունեն։ Տեսնում ես։ Իրանք Դավթի զինվորներն են, Դավթի բանակից են։ Իրանք կրթված են, գիտես ինչի վրա, հավատքի վրա։ Իրանք չեն գնում զորավարժությունների, ՆԱՏՕ-ի, չգիտեմ որ զորքերում, Գերմանիա չեն գալի։ Իրանք հավատքի դավանանք ունեին, որ իրանց վստահություն էր բերում։ Դե պատկերացրեք 33,000 հոգի։ Դիմացից փակել են,
հետևնել են փակել։ Հովաբը մեկելով իր հարազատ եղբայրը Աբեսան երկուսով կանգնած են, եւ Հովաբը ասեց. եթե ասորիները ինձանից ուժեղ լինեն, դու կօգնես ինձ։ Բայց եթե ամոնացիները ինձ համար ուժեղ լինեն, քեզ ես կգամ քեզ օգնության։ Զորացիր եւ մենք կկանգնենք, ինքը իր եղբոր ներսը բարձրացնում է արդեն Աստծո խոսքով թանկագինս, լսիր, զորացիր եւ մենք կկանգնենք հաստատ մեր ժողովրդի եւ մեր Աստծո քաղաքների համար, ասում սա մեր մարդկային ինչ կարանք անելու ենք, բայց լավ մակարդակով ենք անելու, էլի, թեթև չենք անի, ամենքը սենց ամեն ինչը գցենք Աստծո վրա, ասենք դե Տեր ջան դու գիտես, չէ, ասում եմ մեր կողմից բաներ կա անելու։ Մի հատ ընտիր զինվորներին կանգնացնենք, դասավորենք, հետո արի պայմանավորվենք, դու իմ հետ կապի մեջ լինես, երբ որ նրանք հարձակվեն իմ վրա, դու արի ինձ օգնի, երբ որ այն հետևի զորքը քո վրա, ես կգամ քեզ կօգնեմ։ Ինքը քաջացնում է իր եղբորը, չի թևերը ջարդում, չի թուլացնում, ասում, «Всё, եկան, գրավեցին, էլ մի աղոթեք»։ Վերջ, չէ։ Հովաբը նայեց, տեսավ թանկագինս, տեսավ ամբողջ վտանգը, բայց ասում է, եւ թող Տերը անի այն, ինչ իրեն հաճելի է։ Հովաբը մտնում է Աստծո հետ սերտ համագործակցության մեջ։ Տեր, մենք մեր ուզածը կանենք, մենք մեր իմացածը կանենք, մենք մեր մարտավարությունը կդնենք կանենք, բայց որ հերթը գա հասնի քեզ, խնդրում եմ, արա այն, ինչ քեզ հաճելի է։ Գիտես, Հիսուսին միշտ հաճելի է, երբ որ իր երեխեքի ներսը ցնծության ուրախություն է լցվում, որ իրանք հաղթել են, որ թշնամին չկարողացավ իրանց ծնկի բերել ու պարտության մատնել։ Երբ որ տեսնում է Աստված իր երեխեքը մկրտված են իր հոգով, զորությունով, կրակով, Աստված սպասում է, ասում է դե արի համագործակցենք։ Խնդիրը եկել է, լավ է, արի։ Արի միասին, ես ուզում եմ տեսնել քո մարտավարությունը, ես ուզում եմ տեսնել քո այն լավագույն աղոթքները։ Մի հատ հրամանատարի պես աղոթք արա։ Ես ուզում եմ լսել, որ քո ձայնը, քո եկեղեցու ներսից մի հատ վերևը ճեղքում է երկինքը ու Աստծո զորքերը պատրաստ կանգնած են միջամտելու։ Ինչ եղավ։ Այն ժամանակ Հովաբը եւ նրա հետ եղող զորքը մարտնչեցին ասորիների դեմ, իմ թարգմանության մեջ կներեք, միտեղ գրած է դուրս եկան։ Ուղղակի կանգնեցին, ցենց դուրս եկան, հա։ Մի ուրիշ թարգմանություն է, սա գրած է, որ մարդ տեղի ունեցավ, մարտնչեցի, բայց օրիգինալ բնագրում թանկագիններս գրված է, որ դուրս եկավ Հովաբը։ Ունենք խոսքը, հա, ոչինչ, լավ, ես կարդում եմ, խնդիր չկա։ Ավելի լավ։ Գրված է, որ Հովաբը դուրս եկավ եւ այն կողմից այս ասորիների զորքը բարձրացեցին իրենց տանկերը, հետո դրոնները, հետո սենց տեղած միած սենց արյունոտ մարդ, հետո սենց լցվեց ամբողջ սենց այդ նետերը, հետո սկսեց այդ պեխոտան աշխատել։ Սելիս Աստվածաշնչում գրված է եւ նրանք փախան նրանց առջևից։ Հալելույա։ Այս փախան բառը, փախան։ Ես, երբ որ սկսեցի Քրիստոսին ճանաչել, հասկացա, որ իր առջև գոյություն չունի զորություն, որ կարա կանգնի ուղղակի, հա, չկա տեն զորություն։ Մի զորություն Հիսուսի առաջ փորձել էր կանգնել անապատում, սենց փորձում էր Հիսուսին թուլացնել, սենց փորձում էր սենց մոտենալ, սենց մարդկային զգայարաններին կպնել, դե սովածես ասա Թոմյացա, այս քարերը խորոված դառնա։ Դե եթե Աստծո որդին է, սենց մանիպուլյատորի սենց ինչ-որ բանով սենց բայց դե գրած է եւ նա գնաց։ Եվ նա թողեց փախավ գնաց։ Երբ որ Հիսուս Քրիստոսը սկսեց խոսալ Աստծո խոսքը, սատանան գնաց։
Երբ որ Աստծո զորքը, Աստծո ընտրված բանակը սկսեց կանգնել իր մարտավարությամբ, իր տեղերում ամեն մեկը թշնամին ուրիշ բան չուներ անելու։ Աստված սկսեց միջամտել եւ գրվածա փախան, թողեցին փախան։ Երբ ամոնացիները տեսան, որ ասորիները փախչում են, մեկը մեկին վարձել էր ուղակի։ Մեկը մեկին կանչել է։ Գիտես, քո կյանքում խնդիր կա, եթե միամիտ եկել է, տեսնում ես դու էլ թուլացած ես, տեսնում ես դու էլ հələ տեղում չես, կամ մի քիչ sense ոնց որ ինչ-որ տկարություն է եկել, աղոթքը տա թուլացել, sense եկեղեցում չես, գնացել ես, պոկվել ես, կտրվել ես ուղակի, հավատա, իրանք այն ասորիներն էլ են կանչում։ Հետո վարձում են մի քանի խնդիրներ, որ գա քո կյանքի մեջ ավելի ուժեղ սաստկությամբ վախ փչելու վրա, որ դու էլ չկռվես։ Դրա համար ինչ անես, վազի մտի բանակի մեջ։ Գիտես խի, բանակից փախան, ոչ թե Հովաբի անունից, որ Դավթի թիկնազորներ, կամ Աբեսայից, որ երկու եղբայրն էին, երկուսն էլ սենց դուրս էին գալիս, սենց մի անգամից, սենց կկոտոր, չէ թանկագինես։ Իրանք փախան, որովհետև բանակ էր կանգնած, զորք էր կանգնած։ Մի զորք, որը համարձակ միջև վերջ գնալու էր։ Միջև վերջ իրանց սահմանները Հովաբի, գիտես, դավանանքը հերիք էր ասում էր, ես իմ քաղաքը պիտի ազատեմ։ Ես պիտի ազատագրեմ մեր Աստծու համար, իմ Աստծու համար, ես պիտի գնամ առաջ։ Իր դավանանքը հերիք էր, որ իր զորքը կանգներ հավատքով։ Քո դավանանքը քո ներսից եկող հավատքից նույնպես հերիք է, որ դու քո մարտերում հաղթես, որ քո եկեղեցու մի քույրիկը, մի եղբայրը քեզ հետ միասին միաբանության մեջ կանգնած, հերիք է, որ թշնամին փախնի։ Հիսուսն է ասել, Արամը չի ասել։ Հիսուսն ասեց, ես կկառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Եթե Քրիստոսը տեսնում է իր եկեղեցուն այդ կողմից, այդ աշկից, sense նայում է, ասում է, իմ եկեղեցին պիտի տրորի օծի գլուխը։ Սիրելիս կներես, առաջի Եվան չկարողացավ տրորել։ Առաջի Ադամը չկարողացավ օծի հարցերը լուծել։ Բայց երկրորդ Ադամը, եթե երկրորդ Ադամ կա, արի մտածենք խորը գնանք, ուրեմն երկրորդ Եվա էլ կա։ Եկեղեցին։ Եկեղեցին պիտի լինի օծի գլուխը տրորողը։ Եկեղեցին է հենց Հիսուս Քրիստոսի աչքերի առջև, այն որ դժոխքի դռները չպիտի մոտենան իմ եկեղեցուն, ոչ մեկ չպիտի կպնի իմ եկեղեցուն, ով կպավ իմ եկեղեցուն, ինչ ասեց, իմ աչքի բիբին ես կպել։ Հասկանում ես դու ով ես։ Հասկանում ես դու Քրիստոսի մոտ ինչ արժեք ունես, ինչ գին ունես։ Հասկանում ես դու քո աղոթքների մեջ պիտի կանգնես ու զորությունով ասես, Տեր, մոտենում է, բայց չի կարա կպնի։ Հիսուսի արյունը իմ վրա է, ինձ հիմա, Հիսուսը պաշտպանում է ինձ։ Քույրս, եղբայրս, արի մի հատ բռնենք իրար ձեռք, արի մի հատ հրամանատարի պես մի հատ դուրս շպրտենք, թող փախչի, թող թշնամին փախչի։ Երբ ամոնացիները տեսան, որ ասորիները փախչում են, իրանք էլ ինչ արեցին։ Փախան։ Խնդիրները գնացին, սիրելիս։ Ով էր քեզ խաբել ասել, որ խնդիրները պիտի գան քո կյանքի մեջ։ Սենց դու տարիներով, տարապելով, սենց ծոմը ծոմի հետևից, սենց աղոթքի, սենց կանգնել ես ու սենց դե ես իմ խաչն է, էդ ինչ խաչ ես վերցրել, փեշոտ է, կծակի ձեռքեր, էդ ինչ խաչ ես առել, դրել ես ոսում ես, սա իմ խաչն է, չէ, կլինի հրամանատարի պես կանգնես, միաբանության մեջ, որպեսզի թշնամին փախնի։ Կլինի ցույց տաս Տիրոջ զորությունը ամբողջությամբ, ինչ է նշանակում Հիսուս անունը սրբության մեջ ուղակի ասել, դա հերիք պիտի լինի։ Եկեք գնանք առաջ, եւ ասում է, իրենք էլ փախան Աբեսայի առաջից եւ նահանջեցին քաղաք։ Այն Աբեսան եղբայրն էր Հովաբի։ Համ Հովաբի առաջից փախան, համ եղբոր առաջից փախան։ Համ քո առաջից պիտի փախնի, համ քո քույրիկի կամ քո մի եղբոր, երբ որ միասնական եք, երբ որ միաբան եք, երբ որ միաշունչ եք ու երբ որ մի բան եք մտածում, մի բան եք դավանում, որ Քրիստոսը կարող է անի եւ կանի, Հիսուսը կենթանի է։ Եկեք գնանք, այնուհետև Հովավը վերադարձավ ամոնացիների մոտից եւ եկավ Երուսաղեմ։
Ասորիները տեսնելով, որ պարտվել են իսրայելացիների կողմից, հավաքվեցին միասին, աներես են, էլի, թե արում միասին։ Սատանան աներես է։ Մի հատ շպրտում ես սենց դուրս, մեկ է նորից է գալի, էլի պիտի շպրտես։ Աներես ճանճով է տեսել։ Աներես ճանճ, առանց երես ճանճ։ Դու իրան քշում ես, լարում ես, ինքը սելիս վերցան ճանճի պետ էլի։ Մեղ չես։ Չի թողում քնես, տզում է, եսի ինչ ամ, բա որ մոծակ ա մտնում, մեծ։ Սենց իստրիբիցիլ մոծակներ կան, որ միչև վնաս չտա, քեզի չի դուզ գա։ Վերացրա էլի, սրանք էլ են, նայ։ 16-րդ խոսք, Ադրազարը մարդ ուղարկեց և կանչեց գետի այն կողմում գտնվող ասորիներին և նրանք եկան Հելամ։ Հիմա գնացել են գետի մոտից են պրոբլեմներ բերում, ստեղծում, Դավիթի համար։ Չգիտեն հələ Դավիթն ով է, ուզում են տեսնել Դավիթին։ Մեկ-մեկ թշնամին ուզում է տեսնել։ Մեկ-մեկ այո, իրականում Աստված թույլ է տալիս սենց են գետի կողքերից գան, սենց անտառներից իջնեն, սենց հին խնդիրներ են ուզում, սենց ինչ-որ արթնանան, գան, պրոբլեմներ, հնուց մնացած չներման բաներ, սենց հնուց մնացած ստություններ, եսիմ ինչ սենց պապենական, եսիմ ինչ եկացած բաներ, թույլ է տալի Աստված, որ իր երեխեքը մի հատ վեր կենան, ու սենց բռունցքով ջղայնանան, եկեղեցին մի հատ սենց կանգնի, ու թշնամին ուղղակի փախնի։ Նայեք, և նրանք եկան Հելամ, Ադրազարի զորքի հրամանատար Սոբակը առաջնորդեց նրանց, երբ եկել են էլի եկել են, երբ Դավթին, արդեն Դավթին նորից զեկուցում է Հովաբը, պարոն հրամանատար, կրկին էտ աներ է սատանան եկել է, ջղայնացավ ստե Դավիթը, երբ Դավթին պատմեցին այս մասին, նայք ինչ է անում, Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Հելամ, ասորիները շարվեցին Դավթի դեմ, աներեսը շարունակում է էլի, շարվեցին Դավթի դեմ, փորձում էին Դավթի հետ մարտնչեին, բայց ասորիները գրված է, փախան Իսրայելի առաջից, եկան հիմա էլ բախվեցին Դավթին, Հովաբը հարցերը լուծել էր, հիմա եկան բախվեցին Դավիթ թագավորին, Դավիթն էլ ասես դե ուզում եք, հեսա մենք մի հատ սենց 3 օր մի հատ կբռնենք մեր ծոմապահության աղոթքի ժամանակը, մի հատ գիշերային աղոթք էլ կդնենք և թշնամին կփախնի, ուզում էր ցույց տար Աստծու ողջ զորությունը, որտեվ Աստծու հոգին Դավթի մեջ գործում էր, այդ նույն հոգին քո մեջ էլ է գործում, գիտես Դավիթն էլ էր, բայց կներես, ինքն էլ էր խելացի հրյա, ասում է դե որ սրանք փախան, նա ինչ անում, Դավիթը ասորիներից 700 կառք, 40,000 հեծյալ ոչնչացնում է, և նա նաև սպանեց Սոբակ զորավարին, որը մահացավ այնտեղ, և երբ որ Ադրազարի ենթակա բոլոր թագավորները տեսան, որ իրենք պարտվել են Իսրայելին, հաշտություն կնքեցին Իսրայելի հետ և ենթարկվեցին նրանց, և ասորիները վախեցան այլևս օգնել ամորացիների։ Դավիթը խելացի էր, ասում էր կանգնի սրանց այդ եղած չեղածն էլ վերցնեմ ձեռներից, ինչ չունեն։ Գիտես Աստված կյանքիդ մեջ թույլ է տալի գան մարտեր, որ դու թշնամուն զինաթափ անելուց բացի գրավես էլ, բաներ ունես գրավելու, մարտեր կա կյանքիդ մեջ անելու, դու սպասում ես ինչ-որ մեկին, սպասում ես ինչ-որ լուր, նորություն, խոսք գա հայտնիս էլիս մի հատ վերկաց կռվիր, վերկաց միաբանության մեջ մտի, արի հետ գանք մի փոքր Հովաբին, Աբեսային, հետո Դավթին, ինչ ես մտածում, Հովաբը սենց մարտական տրամադրված, սենց ասում է, հեսա գնա, մեկ էլ իր Աբեսան ասում է, գործի եմ, զբաղված եմ, եկա եկեղեցի քնքուշ քույրը բարև չտվեց, նեղացած եմ, հայթակղվել եմ, ջուրը սառը չէր, տաք էր, Աբեսան նեղաց է գնացել էր, 33,000 հոգի կանգնած էր ու Հովաբը սպասում է, երբ Աբեսան իր հարազատ եղբայրը գալու կանգնի իր կողքը, չես էլիս, ինքը ասեց, քաջացի, արիացի, արի կանգնի կողքս, արի կանգնենք մեր Աստծու համար, մեր քաղաքի համար և Տերն էլ կանի իր ուզածը,
Այո, իր ուզածը բարին է, կատարյալն ու հաճելին է, բայց արդյոք իմ ու քո ուզածը իր ուզածի պայմանների հետ համընկնում է։ Ասում է՝ միաբանեք, ես գործում եմ։ Միաբանության զորությունը ես ուզում եմ իմ եկեղեցին տեսնի ճաշակի, երբ մենք կանգնած ենք իրար հետ ձեր բռնած, Տերը սկսում է գործել։ Երբ իմ ձեռը քո ձեռքից բաց գնաց, դու ինձ նեղացրեցիր, դու ինձ կծեցիր, դու ինձ սենց, դու ինձ նենց, այն ասորիները լավ էլ տենում էին դա։ Ասորիները, գիտես, վախեցան ավելի շատ իրանց մարտական ոգուց, քան թե ռեսուրսներից։ Որովհետև 33,000-ով հեշտ էր, իրան կնենց լավ դիրքավորված էին, որ կտրորեին կանցնեին երկու կողմից էլ։ Գիտես, թշնամին մարտական դիրքերով մեկ-մեկ գալիս է մեր կյանքի մեջ, թե դիմացից, թե ետևից։ Սերես, Աստված քեզ իզուր չի, պատահական չի բերել, տնկել իր եկեղեցու մեջ։ Ամբողջ պատերազմը եկեղեցու դեմ է։ Հասկանում ես։ Նայ, մի հատ բարձ հայտնություն, ճշմարտություն։ Այդ Եդեմի պարտեզում օձը բացի Եվայից ում վրա հարձակվեց։ Ինչ որ միտեղ կարդացել ես այս ավետարանի մեջ։ Կարող է դու ունես ուրիշ ավետարան, ես իմը ուրիշ է։ Ես ոնց կարդում եմ ավետարանը Ծննդոց գրքում, օձի միակ ցենց նպատակը առաքելությունը Եվան էր։ Ուրիշ բան չուներ ինքն դե անելու, ուրիշ բան պետք էլ չէր։ Իրան չէր հետաքրքրում։ Եվային գցեմ, հերիքա։ Բան չի փոխվել։ Աստծուն հավատացող մարդիկ բան չի փոխվել։ Սատանայի sense նպատակը են ամենաառաջնային եկեղեցին է։ Դրա համար հարցակվում եկեղեցու անդամների վրա։ Բայց երբ դու միաբան ես, երբ դու նույն խոսքի մեջ ես, երբ դու նույն հավատքի, նույն դավանանքի մեջ ես, նույն զորությունն էլ է քո մեջ գալիս եւ Աստված սկսում է գործել։ Այսինքն մնում է քեզ մտածել Տեր իմ Հիսուս, հիմա ինձի բերե դրել ես, տնկել ես այս բանակի մեջ, այս զորքի մեջ, մնամ ստե որ իմ հաղթանակներն էլ ստեղ գրանցվի, մնամ ստեղ որ իմ տան հաղթանակներն էլ ստեղ գրանցվի, մնամ ստեղ որ իմ աշխատանքի, իմ առողջության, ամեն ինչի բժշկության հաղթանակներն էլ ստեղ գրանցվի, չթողեմ փախնեմ միամիտ բռնեն ինձի, չկտրվեմ, չգնամ։ Լավ, թանկագիններս, դա հին ուխտում էր։ Հին ուխտում Իսրայելը կռվում էր, պատերազմում էր, ֆիզիկական պատերազմ էր գնում։ Եվ Աստված տալիս էր մարտավարություն։ Հովաբ Աբեսայի հետ, եղբորդ հետ միասին եղեք։ Միասին եղեք եւ ես կգործեմ։ Գանք նոր կտակարան։ Գանք Աստծո նոր այս եկեղեցին, ինձ ու քեզ գանք մեր եկեղեցին։ Ինչ մարտավարություն ունի Սուրբ Հոգին հիմա, որպեսզի սատանան փախչի։ Պողոս առաքյալը ինձ ու քեզ ասում է 2 Կորինթացիների 13:11-ում գրված է վերջապես։ Հենց եմ սիրում, որ ինչ որ մի բան ասում է, ասենց ան վերջապես։ Այսինքն ամեն բանի վերջում ինչ եղավ չեղավ։ Ամեն բաներից հետո եղբայրներ, ուրախացեք, քույրերին էլ ավերապ լրացվեք, մխիթարվեք, միաբան եղեք, ապրեք խաղաղությամբ եւ սիրո ու խաղաղության Աստված ձեզ հետ կլինի։ Երբ որ հետ գաս Հովաբին եւ Աբեսային կտեսնես, որ սա էր գործում։ Կտեսնես, որ Աստված իր եկեղեցուն տալիս է մարտավարություն։ Ես ձեզ հետ, երբ որ ես ձեզ հետ եմ, ոչ ոք չի համարձակվի, ոչ ոք, ով էլ գա կանգնի կփախչի, բայց ուրախ եղեք։ Հովաբի դեմքին չես տենում տխուր լիներ, սենց տխրությամբ կանգնել էր ու ասում էր, «Էս ինչ եղավ, Աբեսա, էս ինչ եղավ»։ Չէ, որ իր առոգանությունն էլ ես խնդրում Սուրբ Հոգին բաց է անում քեզ, Աստված հայտնում է, մեկնում է ինքը քաջության կոչ էր անում, գիտես դու չես կարող ասենց տրտմած մեկին քաջության կոչ անես։ Սենց մեկը խնդիրների մեջ ընկած ասես, սենց պրոբլեմներ, սենց դու գնացել ես, դու իրանից տրտմած ես։ Ձեր երկուսի տրտմությունը զորություն չի գործում։ Երբ որ Շիղային ու Պողոսին ծեծել էին, այն աստիճանի, որ իրանք արդեն էլ պատրաստվում էին մահանային առավոտը։ Կներես, ընդ բառաբան էլ երևի կար արդեն իրանք ձայնի ինտոնացիայի մեջ։ Այնպիսի ուրախությամբ սկսեցին սենց խփել, որ գրված է երկրաշարժ տեղի ունեցավ։ Ուրախ եղեք։
ուրախ եղեք։ Գիտես ինչի։ Աստված իր սպառազինությունը երկնքում ինչ ունի, ոչ մի բան չի խնայել, որ իր եկեղեցին էլ ունենա։ Աստված իր եկեղեցուն զենքերը նվեր է տալիս Քրիստոսի մեջ։ Եվ այդ զենքերից ամենակարևորները ես տեսնում եմ, որ դա ուրախությունն է։ Թշնամին նկատել է այդ մարտավարությունը։ Գիտես, սատանան լավ տեսնում է, որ քո ուրախությունը գողացավ, խլեց, փոխարինեց ինչ-որ մի բանով, էլ դու չես կարա լրացվես։ Նայ, հերթականությունը տեսնում ես, ուրախացեք, լրացվեք։ Ոնց լրացվեմ։ Եթե մի բան կիսված է մեջիցս գնացել է, ոնց լրացվեմ, ոնց մխիթարվեմ, եթե մի եղբայրն մի քույրիկ կողքս չի, եթե ես մենակ եմ, առանձին եմ, առանձնացած եմ, իմ էստեղ արդեն էլ չի լրացվում։ Իմ էստեղ արդեն կներես, իմ էմոցիաներն ու զգացմունքներն են սեղմում ինձ, իջացնում ինձ, ցածրացնում ինձ։ Գիտես, կողքդ մարդ չկա։ Մի անգամ ես սիրում եմ տենց ժամանակ առ ժամանակ խոսքեր եմ ուղարկում, էլի եղբայրներին, քույրերին, հեռու միգուցե ուրիշ երկրներից, առակած գլխից մի տեղ էի ընտրել, սենց որ ասում է, լավ է մի ձեռքով հանգիստ, քանց թե երկու ձեռքով անհանգիստ, էլի։ Ու սենց ոնց որ սենց բացեցի հեռախոսս, ուղարկեցի մի եղբայր Հոլանդիայից, սենց ուղակի ուղարկեցի, ասի Հիսուսի անով գնա։ Այս եղբայրը զանգել է, հենց ստացած նայեց զանգել է սենց համ, եղբայր։ Ասում է սենց գնում էի տուն մեքենայով, սենց քշում էի, գնում էի, ասում է սենց մտքեր էր եկել, ասում է սենց լցվել էի, ասում է լավ գումար եմ վաստակում, ասում է սենց գիտես, ասում է ուղակի ժամանակս չի ներում, եկեղեցում ծառայեմ էլի։ Ես էլ իրան ուղարկում, ասում եմ լավ է մի ձեռով քիչ, քանց թե երկու ձեռքով, ես չէ, Աստված է իրան ասում, հա։ Իմ բերանը օգտագործում է։ Ես միկրոֆոնը պահեցի, Հիսուսը խոսած այդ պահին։ Ասում է եղբայր, ասում ես մտքերս եկել էր, ասում էի Տեր, ախր ես ուզում եմ քեզ ծառայեմ, ես սիրում եմ քեզ, ինչ անեմ Տեր, ասում ես տրտմություն եկավ, ասում եմ եկել հեռախոսս ծնգաս, տեսա հենց այդ խոսքը։ Ասում ես իմն էր եղբայր, ես ինձ էր։ Ասում ես զորացա ես խոսքով։ Գիտես, երբ որ ես ու դու գնանք թաքնվենք, կտրվենք, գնանք, հավատա, իմ ու քո մտքերը հերիք են, որ ինձ ու քեզ տանեն, մոլորացնեն, այս ոլորանները սենց որ իշնում է, սենց կյանքիդ ոլորաններ էլ կա, սենց կիշնես, հետո կտեսնես ընդե արդեն փակել են ճանապարհը, էլ հետ չես կարա բարձրանաս։ Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ուրիշ Հիսուս չկա։ Հա, կարանք խոստովանենք, որ երկրագնդի վրա, օրինակ դու ունես քո երկրորդը, ես չունեմ։ Նույն քեզանից, նույն անունով, նույն ազգանունով, նույն տեսքով, նույն դենկայով դու ունես երկրորդը, ինչ որ միտեղ Հայաստանում կամ աշխարհում։ Ես էլ չունեմ։ Բա ով ասեց, որ Հիսուսից մի 2 հատ կա, 3 հատ։ Չէ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Աստծո խոսքն է սովորացնում, ինձ ու քեզ, եթե դու ուզում ես սովորես։ Ասում է եկեղեցին Աստծո կենթանի մարմինն է, եւ ես եւ դու այդ մարմնի մեջ ենք, թանկագինս։ Ու Աստված մեզ կոչ անում, ուրախացեք, լրացվեք, մխիթարվեք, միաբան եղեք։ Աստված մեզ մարտավարություն տվեց, միաբան եղեք։ Մեկ եղեք, այո, քեզ կփորձեն բաժանել, քեզ կփորձեն կիսել, քեզ կփորձի տարանջատել տարբեր կտորների, տարբեր ձևերի, բայց ուր է հավատքդ։ Սիրելիս, բայց ուր է հավատքդ։ Հա, հավատքը հենց այն գործառույթն է, հենց այն շարժառիթն է, որ դու ասում ես ես կմնամ իմ եղբոր կողքը, ես կմնամ իմ քույրիկի կողքը, ես կաղոթեմ քեզ հետ, ես կհավատամ, կշարունակեմ հավատալ։ Իմ ու քո կյանքի մեջի թշնամիները իմ կյանքից է կփախնեն քո կյանքից էլ։ Իմ եկեղեցին պիտի զորավոր լինի, պիտի կանգնած լինի, պիտի տրորելով առաջ գնա։ Հիսուսը պատահական չասեց, ձեզ իշխանություն եմ տալիս, ինչի վրա։ Գնացեք խախանդ, խոտերի վրայով քայլեք, հա։ Այդ որտե՞ղ է այդ խոտերը։ Հա դու սպասում ես երկնային խոտերին, ընդ կա խոտեր, ընդ կանանչ է, ոսկի է, նորմալ է, կարիճներ չկան, բայց ես հələ ստեղ ենք, հələ այս երկրի վրա ենք ապրում։ Դու իմ ձեռը պիտի բաց թողես, ես էլ քո, Աստծո եկեղեցին պիտի տրորելով գնա, ոչ թե քեզ տրորեն։ Տեսել ես մարդ են, որ իրան ոնց որ կարիճը կծած լինի։ Պրոբլեմն է կծել իրան։ Ասենք օծն է կծել իրան, հա։ Սենց եկի կծել է մի ամին։
Տեսնում ես դեմքին սենց։ Սենց նայում ես սենց դեմքին Հիսուս անունը համ կա, բայց ոնց որ թթու լիմոն կերած լինի հենց նոր մռայլ։ Որ մնաց այդ ուրախության զենքը դուրա։ Հա ինչ անենք, եկել են մի բան սենց ասեցին, մի բան նենց ասեցին, մի հատ սենց ոտիդ կանգնեցին, մի հատ սենց արեցին, մի հատ նենց արեցին, բաուր հավատքը։ Բաուր են կեփասը, բաուր են ժայռը։ Հիսուսը Պետրոսին անուն էր դնում, ոնց որ ասում էր դու քար ես։ Դու քար ես, հետ եղելա մեկին ասես դու քար ես։ Մենք հայերս իրար ասում ենք քար սիրտ, բայց Հիսուսը Պետրոսին ամբողջությամբ ասես դու քար ես։ Ինչ էլ ասեն, չասեն մնա տեղդ։ Այնքան միջև քո գոտին ուրիշը կապի քո տեղը։ Միջև քեզ ուրիշը հագցնի տանի, մնա այդ է նստած։ Մի եղբայր կար 2020 թվին ապաշխարում էր, ասենց բազմոցին նստած մկրտվել էր Սուրբ Հոգով ու ինձի համարը տվեցին, ասեցին կզրուցես հետը, սփյուռքահայ էր Սիրիայից, զանգեցի զրուցեցի, մի հատ էլ մկրտվեց, մի հատ էլ ապաշխարեց, մի անգամից միացրեցի եկեղեցուն, ասի արի եղբայր, արի, էլ ուր ես գնում, էլ ինչ մնաս այդ բազմոցին նստած, մենք քո կարիքը ունենք, համեցի, եկավ միացավ, սենց սկսեց վառվել տիրոջ մեջ, սենց լցվել էր, սենց գնում էր, սենց ինձ էլ ծառայություն տվեք, ես էլ մի բան եմ, ինձ սփյուռքահայի ակցենտով է խոսում, ինձ այնքան էր հանդիմանում, որ ես ոնց որ հայերեն չխոսամ իր հետ, ինձ հայերեն էր սովորացնում, ասում է եղբայր, ես քեզ ավետարանը սովորացնեմ, դու էլ ինձ հայերեն լեզուն սովորացրա, սենց գնում էր եկեղեցի, ասենք մի մոտ ինչքան է, մի 150 կիլոմետր քշում էր, դե 150, 300, դա նորմալ թվեր եմ ասում, դու օրտնված ես, օծված ես, որ տնից դուրս ես գալի եւ մտնում ես եկեղեցի, հա, մի թերա գնահատի, դա օծություն է, դա հրաշք է, դա Աստծո ողորմություն է, սիրելիս։ Մենք մի 500 գնում ենք, հետո մի 500 էլ փորձում ենք հետ գալ տուն, էլի։ Այս եղբայրը գնում էր 300 կիլոմետր գալիս է, ասում է քաջացի, ասում է գիտես այդ ինչ զոհեր ես անում, ասում է դրանք գանձեր են, ասում է դու կառուցում ես քո հավատքը ճշմարտության վրա, հետո միացեցի Աստվածաշնչյան դպրոցին, ասես լցվեց հոգով, ասես զանգում պատմում է ինձի կիսվում է, ինչ են իրան սովորացրել, քարոզել, ասես հայտնություններ է ստանում քարոզները, ասում եմ եղբայր տեմպը չթողես, էլի ասում եմ, տենց պահի էլի ասում եմ, մեզ ծառայողներ են պետք, հունցքը շատ է, եղբայր Եվրոպայում էլ, ասում եմ, մնա որ գաս ու սկսես հնձել, էլի, մեկը մի օր զանգեց սենց արեց, Արամ եղբայր, եկեղեցում այսպիսի բան եմ տեսել, ասում եմ, ինչ ես տեսել, ինչ որ մեկից գայթակղվել է, ինչ որ չգիտեմ մի բանի, ասում եմ, եղբայր, հիմա օրինակ ինչքան խոսանք դրա մասին, ասենք երեկո է, որ սկսենք խոսալ, մի 45 ընենց լծված ես, ասում եմ 45 րոպե դու մենակ այդ մարդու հագու կապը կնկարագրես ինձի, հետո ինչ մեքենա է քշում, հետո ինչա ուտում, հետո կանցնես գայթակղությանը մի 45 րոպե էլ, չէ, զգում եմ լծված, ասում եմ լսի, ես ավելի լավ առաջարկ ունեմ, 30 օրը 20 րոպե առանձին այդ մարդու համար կարաս աղոթք անես, չէ, ես ինչ թազա առաջարկա գայթակղության դեմ կռվելու, պատերազմելու, կանգնելու, ասում եմ, հա, թե չէ, սկսելու ես ինձ 2 ժամ այնպես բաներ պատմել, սենց անել, ես լավ գիտեմ, բայց ինձանից լավ Հիսուսը գիտի դրա մասին, միչև դու սենց տնտղել ես, սենց փորձել ես, հա, ուրեմն, Հիսուսը էդի շուտ էր տեսել, Հիսուսը շուտ գիտեր իր հարսի մասին կներես, դա իրանն է, հա, իր հարսն է, իր սիրեցյալի, իր ցանկալի, ինքը լավ գիտի։ Ես ու դու ով ենք, որ մտնենք հարս ու փեսայի հարաբերությունների մեջ։ Գիտես ով ենք, օգնողը պետք է լինենք։ Հարսիկին պիտի օգնես գնա Վարշավիրանոց, ճիշտ է։ Դե որ փեսան գալիս է, չէ՞ ասում եւ ձայն եղավ, փեսան եկավ։ Հիսուսը գալու է եկեղեցին տանի Ստեղից տանի, եկեղեցին սիրելի շենքերը չի, քյոլ քաղաքում սենց հսկայական գիգանտ սենց մի հատ սենց սաբոր կա, սենց մեծ եկեղեցի սենց նայում ես, ասում եմ Տեր ես այնքան ծանր է, ոնց ես տանելու ես քարերը։ Հիսուսը ինձ ու քեզ է գալու տանի, սիրելիս, հափշտակությունը քարերը չեն ելնելու, խորվիրապը չի տանելու Տերը, ոչ է սաղմոսավանքը, հա, լավ է, Փառք Հիսուսին գեղեցիկ է, բայց այդ քարերը երկնքում պետք չեն։ Գիտես ով է պետք։ Այն հոգին քո ներսը, որի համար Հիսուսը
արյունա թափել։ Դա է եկեղեցին, որտեվ Աստված բնակվում է քո մեջ, քո ներսը։ Եվ այդ եղբորն ասում եմ, եղբայր, այդ եկեղեցուց տեղ չգնաս, միջև պատերը չփլվեն։ Տեղից չշարժվես, որտեվ լսում էր իմ խոսքը, էլի մի քիչ, ոնց որ առաջի մարտն ես իր կյանքի մեջ սխալ խորհուրդներ չես տալի, Աստծո հոգով ես կանգնում իր համար, ընդունեց, լսեց։ Ասում եմ, եղբայր կներես, այդ ինչ էր եկի կպեի, ասում եմ, ճանջեր, ինչ էր, նստել էր քթիս։ Ասում եմ, հա, եղբայր, ճանջերին քշի էլի։ Ում հանդեպ կգայթակղվես, հələ տես մի հատ մեջդ տղամարդկություն կա կամ մեջդ մի հատ sense սեր կա, 30 օրվա ընթացքում օրը 20 րոպե իր համար աղոթք կա։ Կարաս։ Կարաս։ Այդ ինձ եմ հարցնում, քեզ չէ։ Գիտես խի, ինձի ավելի շատ են գայթակղեցնում։ Ինձի ավելի շատ են վիրավորում, ինձի ավելի շատ են կոպտում, ինձի ավելի շատ են առհամարում, ինձի ավելի շատ են տրորում, ինձի ամենաշատը մեզ հովիվները կհասկանան։ Ամենաշատը մեզ թանկագիններս, բայց եթե ներսդ սերը կա, ստեղից դուրս է գալու սերը։ Միշտ ասում եմ, բաժակի մեջ ջուր եթե պահեմ, գաս խփես թևից, դժվար է այդ բաժակի մեջից, ասենք թթու կամպոտի բան թափի։ Չէ, մաքուր ջուր կթափի։ Նմանապես, եթե ներսդ սերը կա, այդ սերն է թափելու։ Խփել են, բզել են, կպել են, սերն է անգնում։ Մեկը ինձի կոպիտ վիրավորել էր խորը։ Սենց խորը կպել էր ինձի, ուրեմն անցած տարի այս ամիսն էր։ Գնացի ու սենց տեսա մի հատ գողիաթ է կանգնած դիմացս։ Այդ գողիաթը մորքորի տղա ունի։ Հետևից քերու տղա ունի։ Ասի ես դեմինին եթե չկրեմ, նրանք են արձակվելու վրա։ Սենց եկել եմ քիթ բերնի վրա անկել եմ, սենց աղոթք եմ ասում, Տեր ախր ինչ եմ արել, ինչի համար, մենակ լավ բան եմ արել, ինչի է արժանի, սենց աղոթում, գիտես սենց մի 2-3 օր սենց տանջվում, սենց ներսից ինչ որ սենց տառապանք, սենց եկել է, սենց բռնել է դառնություն, եկել Սուրբ Հոգին մի օր սենց հələ հելի, հələ վեր կա։ Ինչ է զնգել եկեղեցում գետների գետին լացում։ Ասում եմ ինչ անեմ, Տեր, ասեց գնա անտառ ամեն օր 20 րոպե այդ մարդու անուն ազգանով աղոթք արա։ Հնազանդվում եմ Տեր ջան։ Գնացի լավ լայն անտառեր, մարդիկ տենց քիչ չկային, կամ գալի գնում էին։ Սկսեցի 20 րոպե սենց աղոթում, դրանք 20-ից 40-ա դարել արդեն։ Ամեն օր ես հատուկ սենց գնում եմ, մի հատ այդ անտառում աղոթքի տեղեր դարե արդեն սենց մենակ աղոթում եմ, այս մեջս այդ մարդու այդ անձի հանդեպ այնքան սեր առաջացավ։ Տերն ասեց հիմա գնա 3 հատ արկղ վերցրա, գնա խանութ, այդ 3 արկղի համար տարբեր բաներ առ, տարբեր քաղցրա, չգիտեմ, տարբեր բաներ։ Ու տարբեր օրերի ընթացքում այդ մարդուն նվեր տուր ուղարկի, ասում եմ Տեր, ինձի տրորել այն ամենավերջի ասում, մի բան է նվեր տամ, հա, նվեր տուր։ Դրեցի այդ կարտոնը լցրեցի ամենալավ շոկոլադներով, ամենալավ բաներով, sense տարբեր նվերներով, սկոչով փակեցի ու վրան սկսեցի Աստծո խոսք գրել։ Աստե չեմ տենալու, գոնե sense կքարոզեմ։ Sense մի 5 տեղ էս կոմը, մի 5 տեղ այն կոմը ուղարկեցի։ Ուղարկեցի, Սուրբ Հոգին ասում, բայց աղոթքը չշարունակի, պահի տեղ։ Ամեն օր գնա, ամեն օր աղոթի։ Գնում եմ աղոթում եմ ու նորից լսում եմ, բայց երկրորդ կարտոնը։ Գնացել եմ նորից երկրորդը, էլի մի 2 շաբաթ հետո անցավ էլի երկրորդը, հետո վերջում երրորդն է արդեն կապում սենց, բայց այդ արանքում կոտրվեց այդ մարդու։ Այդ արանքում կոտրվեց, սիրելիս, այդ վերաբերմունքից միայն ու աղոթքից էլ, գիտես, աղոթքը զորություն։ Սիրելիս, Հիսուսը սիրով է արել խաչի գործողությունը։ Սենց նյարդայնացած չի արել։ Սերն էր իրան պահում, թանկագինս։ Եթե սերը չլներ, Աստված գիտես, մեզի չեր էլ ների, Հիսուսը սիրով գնաց։ Ասում է, չկա ավելի մեծ սեր, քան քո անձը դնես քո բարեկամի համար։ Գիտես, հրաշալի է գաս, փառաբանես, ձեր փառաբանությունը գերբնական էր։ Ես ապրում եմ Աստծուն այստեղ, Տերը օրհնի ձեզ շատ, ես ես հետևում եմ, նայում եմ, գերբնական էր, հզոր էր, փառաբանությունը իմ ամենասիրած մասն է ծառայության, էլի, ես մտնում եմ ամբողջության մեջը։ Գիտես, Աստծո զորությունը երբ որ գալիս է, անկախ քեզանից պիտի դռները բացվի եւ այդ սերը ներս մտնի։
Եթե սերը ներսը չի եկել, գիտես, այսօր առավոտը մի խոսք էի կարդում, ասենց ոնց որ վերաբերվում էր ավելի շատ տղամարդկանց, էլի, ասենց վերաբերվում էր ավելի շատ ամուսիններին, ամուսնական, այդ մի տեղ առավոտ շուտ կարդացի, Աստված խորը զգուշացնում է ամուսնուն, ամուսին տեսակը, տղամարդ տեսակը, էլի։ Ասում է ձեր կողակիցներին սիրով վերաբերվեք, պատվեք նրանց, հարգեք նրանց։ Գիտես ինչի, չի ասում, որ դու ջենտլմեն երևաս, սենց դու երևաս ինչ լավ տղամարդ ես, կնոջդ ամեն օր վարդ ես առնում, հարգում ես, սիրում ես, պատմում ես, սենց դու անուն էլ հանես, չէ, ասում որ ձեր աղոթքը չխափանվի։ Գիտես ցանկացած ուզում է կանգնի աղոթք անի, նամարավանդ լսեց այս Հովաբի մասին, այս Դավթի մասին, սենց ասում է հիմա գնամ սենց հեսա աղոթք անեմ, այո հրամաններ արձակեմ, բան կա այնտեղ։ Աղոթքդ կարա խափանվի։ Իսկ որտեղից է գալու մեկը մյուսի հանդեպ թանկագինս հարգանքը, իհարկե սիրուց։ Հռոմեացի 12-րդ գլուխ 9-րդ խոսքում գրած է սերը թող անկեղծ լինի։ Բոլոր հարաբերություններում։ Եթե իմ սերը մարդու հանդեպ անկեղծ չի, որին տեսնում եմ, իմ եկեղեցու քույրիկին եւ եղբոր, ոնց կարող են անտեսանելի Քրիստոսի հանդեպ անկեղծ լինի։ Ոնց ես ինձ խափեցի։ Ոնց ասեցի, այո, ես էլ եմ պաշտում, ես էլ եմ սիրում, ես էլ եմ Հիսուսին ընդունում, բայց տեսանելի հարցերը լուծել ես, հետո ես անցե երկինք։ Բայց Հիսուսը երկնքում չէ, իջավ երկրի մակարդակով հարցերը լուծեց։ Իջավ երկրի վրա, օդի իշխանի հարկի տակ իրան հաղթեց սիրով։ Հետո նոր երկնքում ասում է բուն երկինքը մտավ։ Այսինքն ես եւ դու թանկագինս, սերը թող անկեղծ լինի, զզվեք չարից։ Մարդ զզվի չարից։ Դու չես կարա Քրիստոս ունենաս ներսը ու չարի հետ sense ընկերություն անես։ Իմ հովիվը միշտ ասում է Աստված մեզ ազատում է մեր թշնամիներից։ Եթե մի բան քո հետ ընկեր է, ինքը քո ընկերներին քեզանից չի տանի, հավատա։ Եթե մի բան քո ընկերն է, ինքը այդ ընկերոջ հետ քեզանից չի տանի։ Բայց եթե դու զզվում ես մի բանից, որը մեղք է, որը կեղտ է, որը չարություն է, հավատա Աստված միանգամից կտանի։ Երբ որ ես եկա Քրիստոսին, իմ կյանքի մեջ ընկերներ կային։ Լիքը ընկերներ կային։ Տարբեր։ Ես ու իմ եղբայրը Հայաստանում ճիշտ ասած բիզնեսով էինք զբաղվում եւ երբ որ մենք ծառեր էինք վաճառում, ինքը թույլ կտա կպատմեմ հիմա, վատ բան չեմ պատմելու, ուղղակի պատմելու եմ մեր չափաշխարած տարիներից։ Մենք այդ կտրած ծառը ես համոզում էի վաճառում էի, որ կաճի։ Թե կտրած ծառը ոնց էր աճելու։ Թե արումի, հա, կտրած ծառը ոնց պետք է աճի։ Հերիք չխափել ես մի հատ էլ մի քանի 100,000 դրամ փող ես ձեռից վեկալ է։ Հերիք չխափնվել է, հաջորդ օրը գալի ասում է, բա չի աճում։ Ու համոզում ես, որ դե ուրեմն տարեք անկյունում դրեք։ Անկյունում մի շաբաթ հետո գալի ասում է, թափել է տերևն է։ Դե ուրեմն բերեք դրեք այն անկյունում։ Այ մարդ ձեռ է սառնում այդ մարդը։ Սերի ստությունը իմ ամենամոտ ընկերն էր ուրեմն։ Ես եւ սուտը մի համալսարանից էինք, սուտ խոսալը։ Ես եւ սուտը սենց մտերիմներ ենք, ինքը գալիս էր մեր տուն, իմ հետ քնում էր իմ տեղաշորում, իմ հետ ուր ասես գնում էր, Հայաստանում ուր դեման գայ ստություն էր, իմ էլի, իմ ընկերն է, բայց հենց եկա Քրիստոսին, գրված ատեցեք, զզվեք այդ չարից, Հիսուսն ասում է սուտ մի խոսա, ոնց կարող է բերանից այդ ճշմարտությունը դուրս գա, սուտ է դուրս գա, երկու պասպորտ ունես ուրեմն։ Երկու անձնագիր կա մոտը։ Դու մի դեմքով, ասես ճիշտ ես խոսում, ես մի паспортով սուտ ես խոսում։ Չի կարելի։ Մենք մի քաղաքացիություն ունենք երկնքում։ Սելիս գնաց։ Երբ որ դու սկսում ես զզվել, ասում ես, «Օ, բայց ինչ, հələ պատկերացրա մեկը քեզ տենց խափեր»։ Ցանկացած մեղք, ցանկացած կեղտ, հələ պատկերացրա քեզ տենց անեն։ Ես չափաշխարող հայերին ասում եմ, եղբայր ասում եմ, սուտ սիրում ես, ասում եմ, չէ, ոնց եմ սիրում։ Ասում եմ, բա քեզ սատանա խափում է առավոտից եկում։ Քեզ խափե տարել մի տեղ կապե պահելա, դու էլ տենց հնազանդվում ես, ենթարկվում ես։
Բա որ քեզ խափում են, ինչ կանես։ Գնում ենք այն ով որ մեզի խափել է, ով որ մեզի sense խնդիրներ է ստեղծել այդ ստության, ընկերություն ենք անում հետ էլի։ Այն որ ասում են, չես խրատվում, այդ մարդուց չխրատվեցիր, այդից բոլորին գցում է։ Գնաց դու էլ ես հետը գործարկանում, քեզ էլ կգցի։ Այդ նույնն էլ սատանան է։ Հիսուսն ասեց ստության հայրիկը։ Նա որդիներ ունի ծնված։ Ստեր, որոնք եկել էին ու մարդկության հետ ընկերություն են անում, ցելիս։ Բայց Աստծո խոսքն ասում է զզվեք չարից, ամուր, կարչեք բարուն, բռնեք բարին, Քրիստոսին։ Հեսա բարին, ցելիս։ Հեսա Աստծո խոսքը բռնի, կարչի։ Դու կարչել ես Աստծո խոսքից եւ քո կյանքում փոփոխություն չկա, ես կասկածում եմ։ Դու բռնվել ես այս խոսքից։ Դու այս խոսքը ավելի ես գերադասում, քան թե սուրճը, քան թե բամբասանքը, քան թե զեն զանգես մեկի մասին, չգիտեմ, չարախոսես, քան թե բարեկամներին այցելեմ, գործես, սիրելիս, Քրիստոսի մոտ, հեսա ես քեզ կբացատրեմ։ Երբ որ այն օր աղոթք էինք անում, 5 շաբթի ուրբաթ օրը, մի քույրիկ ռուսերեն ինձ ասեց, այո, ասում է, բրատ Արամ, Иисуса надо ставить первое место։ Հիսուսին պետք է դնես առաջի տեղը։ Բոլորն էլ լսում էին, on-line աղոթքել, ասի ստոպ։ Այդ քո Հիսուսը միջև հիմա ասես տանում ես, դնում ես, բերում ես, հա, հələ տենց, հա։ Հələ միջև հիմա էլ ես իրան տանում, դնում սրտիդ մեջ, հələ տանովի, դնովի, բերովի, հա։ Ասես նա այդ զարմացած ասում եմ ստոպ, ասում եմ։ Հիսուսն ասում է ես եմ ալֆան, ես եմ առաջինը, ես եմ վերջինը, սկիզբն ու վերջը։ Ասում Քրիստոսը որ եկավ իմ կյանքի մեջ, նստեց այն սրտի աթոռին, որտեվ դու ես այդ տեղը արդեն տրամադրում Հիսուս։ Հիսուսը կարիք չունի, որ իրան դու սենց դնես քո կյանքի մեջ առաջինը, որ հետո ամեն բան սենց կներես իմ կյանքի Հիսուսի կողքը, երկրորդը չկա։ Քո մոտ կա հələ Հիսուս, հետո մի հատ էլ անուն, հետո երկրորդ անուն։ Ոչ մեկին ոչ մի վիրավորական բան չկա թանկագինս։ Գիտես ինչի, որտեվ քո անունը Հիսուսի մոտ միակն է ու առաջինը։ Դու մտածել ես, որ Հիսուսը քո անունը ամեն օր տեսնում է որպես միակ անուն։ Ինքը քո կողքը չի դրել մի հատ էլ անուն։ Ինքը քո կողքը չի շարժել ասել, կայնի Արսենին դնեմ սենց այս դեմը, հետո իր կողքը դնեմ սենց տարբեր բաներ։ Չէ, գրված է որ նա հոգս է անում քո համար։ Տեր Աստված, դու ամբողջ երկնքի տիեզերքի արարիչն ես։ Ու դու հոգսեր ունես, մտածել էիր հեչ որ Աստված հոգս ունի։ Ասման նա հոգս անում ձեր համար։ Առավոտից երեկո Աստված խորում է քո մասին, քո համար, որ դու լինես նրա առաջինը թանկագինս, որ դու իր մոտ լինես այն երեխեն, այն օրտնված, բժշկված, մաքրված, սրբված, փրկված, որ ամուր կարչել ես։ Աստված իր մարտավարությունը իր եկեղեցուն թանկագինս տալիս է գրած է սիրեք միմյանց, Հռոմեացի 12:9-ից կարդացինք, սիրեք միմյանց եղբայրական սիրով։ Պատիվ տալու մեջ անցեք իրար, այդ մի բանը հայերս անում ենք։ Մի ծուլացեք եռանդի մեջ։ Գիտես, ես նկատել եմ, որ եռանդ չկիրառես, դու չես կարող Աստվածաշունչը կարդաս։ Սենց որ ասում ես դե հեսա կկարդամ։ Կամ ես իմ սենց ասում ես դե հեսա վաղը կկարդամ, կամ հեսա մի ժամից կկարդամ։ Մեկ եղել է որ նայես դու 3 տարի կարող Աստվածաշունչը արդեն կա թե չկա։ Կարող է տնեցիք տեսել են չես կարդում, գիտեն 5 գիրք տարել են մեկին նվեր են տվել։ Կարող էլ չունես դու Աստվածաշունչ անգամ։ Դե մաման է մաքրել է, բան արել, դեր է տարել, միտե դաչա է տարել։ Հնացել է այդ գիրքը։ Սելից եռանդ չգործադրեցիր, չպատրաստվեցիր, դու ավետարան չես կարդա։ Թշնամին իր այն մարտական են հին մարտավարությունը չի դատարացրել։ Աստվածաշունչ, աղոթք եւ եկեղեցի։ 3 հարվածներից որ մեկը դիպչեց քեզ 3 հատ, ընդամենը 3 հատ։ Կարծես թե ասես նայում ես ասում ես հա բայց ինչ պետք է լինի։ Դե մի շաբաթ չեմ կարդում, մի 2 շաբաթ է հələ որ չեմ կարդում։ Լավ այսօր չկարդացի, կպել է քեզ։ Որ մեկը կպավ քեզ, որ մի հարվածը
դիպչեց քեզ, այսպես հիվանդություններ կա, որ քսվելով է անցնում, ասենց չէ, էպիդեմիա կա, որ ասենց կպնում է քեզ ու արդեն դա տարածվեց ամբողջ մարմնովդ մեկ մտել է։ Այսպես նույն ձև էլ սատանայի հարվածներն են։ Դու պիտի երրանդ գործադրես, դու պիտի ուժ գործադրես, որ Տիրոջ տան մեջ լինես, որ աղոթքի մեջ լինես, որ ավետարանը չփակվի։ Հիսուսն ասում էր ջանք գործադրեք, որ նեղ դուռը մտնեք։ Գիտես հեշտ է։ Հեշտ էր սա Ստեփան Ավանը այդտեղ կլներ։ Դու են կողքի են մյուս մարզն էլ այդտեղ կամ իրանց մոտ կա։ Հեշտ լիներ բոլորը կհավատային Հիսուսին։ Հեշտ լիներ բոլորը փրկված կլինեն։ Ինչի համար է հավատքը, ինչի համար է ասենց հավատում եմ էլի, բայց եթե հավատքիդ կներես, ոնց որ չպաշտպանես քո հավատքը, կտանեն ձեռիցդ։ Եթե քո փրկությանը Տեր չկանգնես, կգողանա ձեռքիցդ։ Ասում է ահ ու դող, ահ ու դողով պահեք ձեր փրկությունը, ահ ու դողով, այսինքն հավատքդ ահ ու դողով։ Մենք մի ազգ ենք, որ իրականում հետ ես քնում, նայում ես մեր պապերն ու տատերը ջարդերից Աստվածաշունչ են գողացե, պահե, բերե։ Այսինքն տես նախնիներ ունենք թանկագինս։ Վատ չի, չէ՞ որ մեզ էլ ինչ որ բան կա թողած, բայց այսօր իմ ու քո ավետարանը, իմ ու քո հավատքը, որpիսի մենք թշնամուն պարտադրենք վախենա, ջանք է պետք։ Որպեսի դու կարդաս, որպեսի դու զորանաս, դու լցվես, ասում է հոգով երանդուն եղեք, ծառայեցեք Տիրոջը։ Նա ինչ զենք էր տալի։ Ես հասկացա, երբ որ ես մտա Տիրոջը ծառայության մեջ, իմ կողքը այսեց բազմություն էր հրեշտակների։ Գիտես ինչի, որտեղ դու թագավորին ես ծառայում։ Դու ծառայում ես թագավորների թագավորին, որի իշխանությունը հավիտենական է։ Գիտես ծառայես մի թագավորի, որ 5 տարի հետո կարող է չընտրվի, էժան է դա։ Էժան է, էլի 5 տարի է, էլի 8 տարի, լավ 10։ Չնայած Ռուսաստանի նախագահը ինչքան է։ Բայց թանկագիներս Քրիստոսի իր իշխանությունը հավիտենական է։ Նայ, ամեն իշխանություն, ինչքան որ նստած է, իր լծակները գործում են, աշխատում են։ 8 տարի հետո չի աշխատելու։ Բայց Քրիստոսի իշխանությունը իր ներսի զորությունները անդադար են։ Հիմա դու ես ընտրում մնաս այդ իշխանության մեջ, մնաս այդ զորության մեջ, թե դուրս գաս ինչ որ մի պրիմիտիվ պատճառով։ Միթե դու չես ճաշակել Քրիստոսի զորությունը, որ Հիսուսը քաղցր Աստված է։ Ով կծում է այս խոսքը, զգում է, որ Հիսուսը քաղցր Աստված է։ Աստված օծում է ամեն մեկից թանկագիներս։ Աստված ուղղակի չի գա քո կյանքի մեջ, sense ոնց որ նայում ես ասում ես, բայց դե փոփոխություն չկա։ Ես դեռ տենց բան չեմ տեսել, որ Աստված մտնի մեկի կյանքի մեջ, մեկը փորձի կպնել Հիսուսին ու Աստված sense նվերներով չգա։ Մեր մոտ մի տատիկ եկավ, միացավ եկեղեցուն, սկսեց աղոթել, սկսեց բանել ու sense նենց ստացեց, որ ինքը մնալու էր փողոցում, տուն չուներ։ Մի փոքրիկ պատկերացրա քաղաքում տուն չկա, դե կանտուն կդառնար, հա, sense մոտավորապես կոպիտ ասած։ Եկավ ասեց կլինի աղոթենք, ասի արի դե եկեղեցով բոլորս մի հատ sense հավատքով կխոսանք, կդավանենք, կաղոթենք, sense կցնցանք, մի հատ է կպարենք այդ աղոթքի վրա, կգնանք տուն, Տերն էլ կանի իր աչքին հաճելի եղածը։ Եկավ Կիրակի աղոթք արեցինք, նոր մոտեցել Աստծուն, էլի ոնց որ նոր sense քայլեր անում, մոտիկանում, հա։ Sense կանգնել ենք, դավանում ենք, ասում եմ Տեր Հիսուսի անունով, ասում եմ մի հատ sense լավ տուն ունի, չգիտեմ որտեղից Տեր, ասում եմ ճիշտ ասած ինչ իմանամ որտեղից ես տալու այդ տունը, որ sense խոսում եմ, հավատում եմ, որ ես չէ, բայց Հիսուսը կարա անի, ու երկու շաբթի օրը ես պետք է գնամ աշխատանքի, իմ ծառայությունն ու աշխատանքն էլ բացի եկեղեցուց շարունակում է երկու շաբթի օրն էլ, 3 շաբթի էլ, 4 շաբթի էլ։ Տերը օրհնել է ինձ մի աշխատանքով, որ դու մենակ եկեղեցում չծառայես, դուսն էլ ծառայես։ Հիմա գնացել եմ, նստել եմ, եկել եմ մեր գրասենյակ, ես եմ իմ ղեկավարն ա նստած, 3-4 հոգով նստած ենք, այս կինը մտել է, ասում է, դե ասում է, կլինի, ասում է, գնանք այդ որտեղ որ գրանցվում ես, որ տուն ստանաս, օրինակ կա տենց կազմակերպություն, որ գրանցվում ես, ասում ես, ես կարիք ունեմ տան, իրանք նայում են, որտեղ ազատ ինչ որ բնակարան են, ասում են, դուք կստանաք, ասենք, բայց ես գիտեմ,
որ այդ գրասենյակում 250 հոգանոց տետր կա մի հատ։ Այսինքն ինքը 251-րդը կլներ, եթե այս տանը, բայց քաղաքում էլ տուն չկա։ Այսինքն 250 հոգում պետք է սպասես, դա էլ կարող է 2037 թիվը գա, ու քեզ տուն տան մոտավորապես։ Կարող է զանգեն մի օր ասեն դուք դեռ սպասում եք, դու էլ եթե դա ելնես կամ կենթանի լինես, կասես, հա ես էլ ստե միտե ճարել էի, միտե դուսը զոնտիկի տակ սենց սպասում էի, միջև ինձի տուն տակ։ Տենց է Գերմանիայում իրականում էլի։ Ուրեմն այս կինը սենց համ գնանք մի հատ այդ կազմակերպությունը, շեֆս ասում է, բայց ընդ ասում է 250 հոգի մենք զանգել ենք, ճշտել ենք, ասել են որ ցուցակ կա։ Այսինքն մարդիկ կան որ սպասում են, էլի։ Անիմաստ է գնալը, հո դու գնաս ինչ անես։ Էլի գերմանացու մոտ որ այդաս հանկարծ այնպես փորձես այդ իրենց պունկտուալ վիճակի մեջ մտնես, սենց ասես ես 251-րդն եմ ինձ հենց հիմա տուն տվեք, կվիրավորեն, է։ Այս կինը սենց արեց։ Դե արի գնա, ու սենց նայում է ինձի սենց համ, յանի աղոթել ենք չգնանք, ասում եմ, սենց ոնց որ անհավատ լինեմ, ես էլ նստած եմ, ասում եմ, ես էլ ասեցի արդեն, ասում եմ, հա բայց ասում եմ 250 հոգի կան, գնանք ինչ անենք դե։ Ինքը սենց անդադար սկսեց արդեն ինձ սենց, մի հատ էլի գնանք, մի հատ փորձենք, էլի մի հատ անենք, այնքան ասեց այս իմ ղեկավարը կինա, գերմանացի կինա, ինքն չի սիրում տենց բաներ, էլի, որ մի բան ասում է, դե ուրեմն տենց է, վերջ, էլ մի շարունակեք։ Սենց հայց, արա մի հատ հելի գնա էլի հետը։ Սենց նայում եմ, դեմ ասում եմ, ինչ անեմ, 250 հոգի մարդ կան դե սպասող։ Սենց դե մի հատ գնա, որ մենք էլ հանգստանանք։ Գնացի դուս մի 5 րոպե պետք է քշեմ էլի մոտավոր։ Մեքենան նստեց այս ինքն է այս կիննա, մեկ է մի հատ ուրիշ տատիկ է, երկու հոգի։ Ինքը հավատում է, այս տատիկը չէ։ Դե պրինցիպի ես էլ չէի հավատում ուտը։ Այսինքն երկու անհավատ ենք, մի հավատ տատի, մի հավատացյալ տատի։ Սենց խոտ տվեցի որ գնամ, մեկը սենց մի հատ անջատի էլի, անջատեցի, ասես կլինի մի հատ էլ աղոթենք, ասի հա արի աղոթենք։ Ասի ինչ աղոթեմ, սենց բայց դու ես աղոթելու, ասի հա լավ։ Ասում Տեր Հիսուս 5 րոպեից մտնելու եմ այդ տնօրենն եմ ճանաչում։ Այդ 250 հոգանոց ցուցակից եմ տեղյակ։ Ոնց որ ես գնում եմ էլի։ Ես գնալու եմ սենց։ Կամ որն է, առանց կամ գնալու եմ։ Ես ձեռը բռնեցի այս տատի, ասի Հիսուսի անունով հենց ոտը շեմից ներս մտավ, թող Տերը դե փոխվի ամբողջությամբ այդ ցուցակը։ Ամեն։ Ու գնացի։ Այս տատին սենց նստել է ուրախանում է, ժպտում է։ Ասում ես ժպտում։ Ինչ գիտես ինչ ալնելու ընդ։ Գնացել եմ, կանգնել եմ, մի գերմանացի սենց կինա, դիրեկտորա, ինքն է սենց սև ակնոցներով, կարմիր մազերով, բան սենց։ Ինձ ճանաչում է, մի քանի անգամ ինձ մերժել է։ Համ մերժել է, համ բան սենց էլի ոնց որ ասի դե բացելու է սա դուր։ Ես սենց լցված եմ էլի, ասում եմ, ինչ եկաս դե։ Զանգը տվեցի դուրը սենց բացեց այս կինը սենց մի անգամից այդ քարտուղարը սենց ժպտաց սենց վայ Արամ ջան ներս մտի սենց մտա ներս այս տատիներն էլ հետևից իմ տատիներն են ասում եմ երկու հատ տատի ունեմ եկանք ներս ասեց անցեք ներս հեսա տնօրենը կգա այդ կինը էլի Տիկին Բեատրիսը եկավ կանչեց իր կաբինետ իր սենյակ ոչ թե սպասասրը այլ իր կաբինետ եկավ սենց բարևեց դե գերմանացիները սիրում են ձեռով սենց բարևում են բոլորին վայ սուսը ժպիտով է խոսում միջով սենց ինչի համար ես եկել Արամ ջան ասում եմ Տիկին Բեատրիս նստի նստել ենք իր սենց մեծ օվալաձև սեղան ատենց դե ինքն է իր մի ձեռակ մի թեթև ստորագրությունով դու տունել կստանաս ինքն է որոշողը էլի այդ ցուցակի տերն էլ է ինքը սենց նստել ենք սենց արեց ինչա պատահել ասի այս տատիկը ու սենց ուզում եմ արագ-արագ սենց ներկայացնեմ ասում եմ դե կարող է դուսնա մնացել ասում եմ օգնություն ա պետք ասում եմ իրան խնդրում եմ ասում եմ Տիկին Բեատրիս մեկ է սենց Արամ ջան մի րոպե բացել է տետր տենում տետր ա դեմը դե ցուցակը տենում եմ համել սենց տաների ցուցակա բաց է սենց նայեց հələ ես չեմ խոսացել մի րոպեն չի անցել որ ներկայացնեմ տատիկին ասես մի վարքյան Արամ ջան զանգեց իրա չգիտեմ ում բա կներեք այն փողոցի էս ինչ տունը պատրաստ է ընդից sense են դե մնացել է ասում են այդ սանհանգույցը բան անենք sense նոր անեն էլի ամեն ինչը նոր ասեց ամսավերջ կլինի անջատեց ասեց լավ անջատեց sense Արամ ջան այս ինչ փողոցի այս ինչ համարի այս ինչ տունը լավ է տամ ֆրոցել եմ տատին նայում եմ այս տատին sense դե չի հասկանում գերմաներեն
Ոնց որ պիտի գերմաներեն հրաշք թարգմանեմ իրան, էլի, ասում եմ սենց, ասում եմ, այն որ Կիրակի աղոթեցինք եկեղեցում, այն որ այսօր էլ նոր մի 5 րոպե առաջ ասեցինք Հիսուսի անունով, ասում եմ Հիսուսը տետրերը խառնել է իրար, ասում եմ։ Քո անունը վերև հելավ անգավ, ասում եմ։ Ասում ասա ի՞նչ ա եղել։ Ասում եմ տուն են տալու քեզ, հիմի սենց լաց։ Այդ կաբինետում լաց։ Տատիկը լացում է սենց երկար։ Այս բանը մտավ քարտուղարին ասում է վայ տատիկ ջան ասում է ի՞նչ եղեք ես լացում ասում եմ ոնց ես լացում ասում եմ հենց հիմա ասում եմ հրաշք է ինքա ապրում ասում եմ մենք աղոթք էինք արել նոր էինք մտել ներ ասենց վայ ինչ լավ բան էիք արել ասում եմ բայն 250 հոգին ասում եմ տան բալանիները ձեզ թող ես տատիկը գնա ցելից եթե պատմեմ հրաշքներ Քրիստոսի անունով ու Քրիստոսի արած այդ թեթևորը իր կյանքը փրկվեց ու իրական նոր ասենք sense լրիվ նոր բնակարան թե 250 հոգին երբ կստանան բնակարան չգիտեմ բայց այդ պահին Քրիստոսի անունով արած աղոթքը ոչ նայում է պետության ոչ նայում է օրենքներին ոչ նայում է հերթերին ցուցակներին ոչ բժիշկների դիագնոզներին փառք Հիսուսին ոչ մի բանի չի նայում կա միաբանություն կա հավատք կա աղոթք Աստված կփշրի երկաթի դռները Աստված քո աչքի առաջ անհնարին բաները կանի հնարավորի պես կդարձնի գիտես ինչ դուրս եկա նախ ես ապաշխարեցի դե մի անհավատը ես էի այն մի տատին դեմքին նայում եմ տենց բան չփոխվեց Ոչ մի բան չփոխվեց, բայց ինքը մտավ այդ տան մեջ, այս երկու տատիներին տարա միտուն, ասի կիսեք սենյակները ապրեք իրար հետ, էլի։ Այն տատին տենց է մնաց, այս տատին, հիմա այդ օրվանից ես իրա թոր դարա օֆիցիալ թոր դարա, էլի, գալիս է, ասում եմ դու իմ տղեն ես, փաթաթվում ասում եմ Հիսուսին այդ փառքը դու ես ով ես, ամենաանհավատը ես է եթե։ Դուրս եկա ու սենց ապաշ, իրոք մեջը սենց բան է ելնում, ասում էի Տեր, կներես էլի ասում էի Կիրակի օրը քարոզում եմ հավատք, երկու շաբթի օրը գալիս եմ կասկածում եմ։ Այդ նույն մարդկանց հետ ասում եմ, իմ եկեղեցու անդամները իմ հետ են, իմ կլիենտներն են համել, էլի։ Ես անվճար օգնում եմ բոլորին։ Ու սենց աղոթում եմ ու Սուրբ Հոգին գիտես ինչ ասում է Հիսուս անունը միայն հերիք էր, որ ոտքդ շեմից ներս մտներ։ Հիսուս անունն էր հերիք, որպիսի քո քաղաքում, քո գյուղում, քո մարզում, քո տարածքում Հիսուս անունով մուտք գործես մենակ։ Երբ որ Հիսուս անունի զորությունը ազատագրվում է, արձակվում է, լավ արեցիր, Կիրակի աղոթել ես, այդ միաբանության մեջ ես, հավատում ես, սպասում ես, դե հիմա մի հատ պրակտիկան էլ ցույց տու, էլի։ Գիտես, էսի թեորիան է։ Հեսա մենք օրհնելու ենք քո երկու շաբթին էլ։ Հա, աղոթելու ենք։ Ես ուզում եմ զորություն լինի։ Ես ուզում եմ հրաշք լինի։ Ես ուզում եմ դու ճաշակես Հիսուսին, գիտես որ կողմից, այն որ այդ կողմից հələ դու չգիտեիր, որ ինքը տենց բան կարանի։ Այն որ դու հələ մտածում էիր, որ դե էս պրոբլեմը սենց մնացել է, բայց Աստված զորության Աստված է։ Աստված սենց ուղակի սենց Հիսուս կանչելով, ուղակի փառաբանելով չի, ուղակի գաս նստես, սենց գնաս չէ թանկագինս։ Այստեղից դուրս 33,000 զինվոր քեզ է սպասում, որ քեզ կուլ տա, որ ուղղակի վրովդ անցնի, բայց Քրիստոս ունես, ամեն բան ունես։ Ասում եմ նայա պետություններից, իշխանություններից, զորություններից, կարողություններից վեր մի անուն, եւ այդ անունը իր հարսնացուի վրա է։ Իր հարսնացուն կրում է այդ անունը, իր հարսնացուն զենքերով լցված է։ Եկ կանգնենք աղոթք անենք թանկագինս։ Փառք Հիսուսին։ Կարող ենք նվագել։ Առաջի Կորինթացի 1:9-ում գրված է հավատարիմ է Աստված, որի միջոցով դուք կանչվեցիք նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի, գիտես ինչ հաղորդության մեջ հավատարիմ է հայրը, որ քեզ կանչել է, որ դու նրա որդու հետ հաղորդակցվես, հաղորդություն ունենաս Հիսուսի հետ։ Գիտես, երբ որ Հիսուսի հետ մեկանում ես, մեկ ես դառնում, քո խնդիրները դառնում են իր խնդիրները։ Երբ որ կյանքդ հանձնում ես Քրիստոսին, ել մի մտածի ինչա լինելու։ Նա է պատասխանատու։
Մտածել էր, որ հանձնվում եմ քեզ, տրվում եմ քեզ, հիմա դու ես իմ կյանքի պատասխանատուն։ Հիմա դու ես իմ ընտանիքի պատասխանատուն, բայց հանձնվում եմ, բայց տալիս եմ ինձ քեզ, ընծայվում եմ, նվիրվում եմ քեզ ամբողջությամբ, դնում եմ ինձ քո ձեռքերի մեջ, Տեր։ Ես քո հարսնացուին բարձրացնողն եմ։ Ես քո հարսնացուին փնովողը չեմ։ Սկսի Քրիստոսի հարսնացուին ուշադրություն դարձնել եւ կտեսնես։ Սկսի վերաբերվել նրա ցանկալիին, ում նա ընտրել է։ Եվ կտեսնես քո կյանքի փոփոխությունը, սիրելիս։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք եւ ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ միավորված լինեք, շատ կարևոր գրված է, նույն մտքով, նույն դատողությամբ, ինչպես Հովաբը իր եղբոր հետ, նույն միտքներ, նույն դատողություններ եւ ուղղակի թշնամին փախավ։ Դու էլ պիտի Քրիստոսի եկեղեցու հետ, հարսնացու հետ նույն միտքը ունենաս, նույն կարծիքը ունենաս, սիրելիս, չվիճես։ Նույն մարտավարությամբ գնաս, հովիվը տեսիլք ունի, աղոթք ունի, գնաս բռնես ձեռք ասես թշնամին փախնելու է դիմացից եւ հետևից։ Եվ որ միաբանությունը գործում է, սիրելիս, Աստված իր աչքերին հաճելին անում։ Հավատա, այդ հաճելին բարին է։ Ուզում եք քո կյանքի մեջ բարիք լինի։ Առանց դա այնքան չարություն կա, առանց դա այնքան վնասվածքներ կան, պատրվածքներ կան մեր կյանքի մեջ, բայց Աստված ուզում է սպեղանի դնի, ուզում է բարին բերի, ուզում է հաճելին, որ քեզ հաճելի լինի, Տեր։ Ինչ հաճելի է։ Հաճելին, գիտես, մարմնին էլ է հաճելի, բացի հոգուց։ Քո մարմնին էլ պիտի հաճելի լինի, Տիրոջ բարությունը, Տիրոջ օրհնությունը, թանկագինս, ուզում եմ աղոթք անել։ Միասին ենք աղոթում, թե անհատական, հա։ Ուզում եմ, գիտես, ուղղակի քեզ կանչել ստեղ, բայց այն մարդը թող գա առաջ, ով ուզում է իր կյանքում իրականում իրան վերանվիրի Քրիստոսին, որ Տիրոջ հրաշքը տեսնի, որ Տիրոջ զորությունը գա։ Ես ուզում եմ, որ դու Քրիստոսին ճաշակես, տեսնես այն անկյունից, որին հլը միջև հիմա չէիր տեսել։ Այն խնդիրը, որ քեզ տանջում է, այն խնդիրը, որի համար դու ծածուկում կռվում ես, պատերազմում ես ուղղակի։ Թանկագին ես, արի ես քո ձեռը բռնեմ։ Ես ուզում եմ քո հետ միասին աղոթք